Հիպերանդրոգենիան հանդիպում է կանանց շրջանակներում մոտ 20%-ի մոտ, որը բավականին մեծ թիվ է կազմում իրենից։ Ինչ է իրենից ներկայացնում հիպերանդրոգենիա կոչված հիվանդությունը։ Դա պաթոլոգիկ համախտանիշ է, որը բնութագրվում է արական հորմոնների մեծ քանակ արտադրությունով կամ հյուսվածքների և օրգանների բարձր զգայունությունով հորմոնի նորմալ քանակի հանդեպ։ Հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ երբեմն կնոջ մոտ կասկածում են հիպերանդրոգենիկ համախտանիշ, սակայն հանձներով անհրաժեշտ տարական հորմոնները բոլորը գալիս են նորմայի սահմաններում, դա չի նշանակում, որ կինը առողջ է, դա նշանակում է, որ իր մոտ հիվանդության երկրորդ տեսակն է։ Հիպերանդրոգենիան հանդիպում է տարբեր տարիքային խմբերի մոտ, սկսած 14-13 տարեկանից եւ ընդհուպ մինչեւ դաշտանադադար։ Ինչպես են արտահայտվում այս հիվանդությունները։ Դա դաշտանային ցիկլի խանգարումն է, մաշկի տարատեսակ խնդիրները, ճարպակալումը, որը եւ բարդեցնում է հիվանդության ընթացքը եւ շատ բացասական դեր է խաղում հորմոնի սինթեզի հետ կապված, նպաստում է արական հորմոնի սինթեզի բարձրացմանը։ Դա առատ քրտնարտադրությունն է, որը ի դեպ շատ ժամանակ դրան հատուկ ուշադրություն չի դարձվում, եւ բազմաթիվ այլ նշաններ, որոնք ոչ միայն էսթետիկ բացասական բնույթ են կրում, այլ նաեւ բավականին իջեցնում են կնոջ կյանքի որակը։ Հաշվի առնելով, որ հայ կանայք շատ ուշադիր են հետևում իրենց արտաքին տեսքին եւ բավականին հաճախ դիմում են կոսմետոլոգների, այս դեպքում հենց ախտորոշվում է հիրսուտիզմը, այսինքն մարմնի տարբեր հատվածների պաթոլոգիկ մազակալումը եւ հետաքրքիրն այն է, որ պարադոքսալ ձևով մարմնին առկա է հիրսուտիզմ, այսինքն մազակալում, իսկ գլխամաշկի յուղոտության պատճառով դա կոչվում է անդրոգեն ալոպեցիա, տեղի ունենում ճաղատություն։ Սիրելի կանայք, նկատելով թվարկած ախտանիշներից որևիցե մեկը ձեզ մոտ, մենք խնդրում ենք ձեզ, դիմեք ոչ միայն կոսմետոլոգների, ոչ միայն էսթետիստների, այլ դիմեք անմիջապես այն մասնագետներին, որոնք դրանով զբաղվում են, այսինքն գինեկոլոգների, էնդոկրինոլոգների, փորձեք բաց չթողնել այդ նշաններից որևէ մեկը ձեզ մոտ եւ այդ դեպքում մենք կերաշխավորենք ձեր բացարձակ առողջությունը։